Բարի օր Ժողժան, շնորհավորում ենք բոլոր կանանց մայրերի մարտի կապակցությամբ, ցանկանում ամենալավն ու բարի։ Այս մեր գիպսոնիտը սվաղի հետ կապված որոշեցինք ձեզ հետ կիսվենք։ Ընդհանուր սենյակը բերել ենք 90 աստիճան, այս պատը սրա հետ 90 աստիճան է, գազավը լույսերը երևում է ուսում են, հեսա, այս պատը 90 աստիճան բերել ենք այս մեծ պատի հետ, ինքը անկնակուվել է 90 աստիճան, բացի 90 աստիճանը պատերը այս վիճակն է, թեկուս դնես ինքը պետք է այսև իդեալական կանգնի, թեք դնես, թե չգիտեմ վերևից դնես, վերևից չերեցան դնես, ընդհանուր այս վիճակը պետք է ստանում։ Նույն այս աշխատանքները կատարվել է այս կողմը, դռների հատվածները վերևից 90 աստիճան, դռան հատվածների պարը ստացել ենք նորից նույն ձևի լազերը լույսով էլի բոլոր հատվածները 90 աստիճան։ Ստեղ 13 ու 4 նույնը ստեղ 13 ու 4 այսքանը ժողովուրդ ջան, որ սենց գործերի համար զանգում եք գին ենք ասում, այդ գինը կախված է մեր կատարած աշխատանքներից, մեր կատարած աշխատանքի որակից ու համեմատելու ինչ-որ կարիք չկա, էլի եթե գին ենք ասում, այդ կախված է այս աշխատանքների որակից մի թերթի կարևոր բան եմ ասում, ես գիպսային սվաղի հետ կապված եմ, որ շատերից է չէ լսել, որ հարտախը սխալ է, ալիք է լինում, ալիքները առաջանում։ Դրա համար փարտը սկսելուց գիպսոնիտի պարագայում ամենաճիշտ տարբերակը իրար կիսաչոր ժամանակ փարտը սկսելն է։ Այս կիսաչոր ժամանակ մայակները առանց հանել ու մոտավորցնեն։ Մեկը շպացելով ես գիպսային մատերիալը հասկա, ոնց էլ կսես ինքը ալիք է ուղղելու։ Դրա համար ճիշտը այս պահն է։ Ու սրանից հետո արդեն պռավելով տակից մահացնում է։